Բարի լույս, ժամը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը եւ այս պահի դրությամբ պատկերը հետեւյալն է։ Ռեֆորմիստների կուսակցություն 0.10%, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 1.47%, Ուժեղ Հայաստան դաշինք 23.35%, Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2.10%, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 1.75%, Միասնության թևեր կուսակցություն 2.29%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3.98%, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն 0.37%, Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն 0.14%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն 0.22%, Հանրապետություն կուսակցություն 1.08%, Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն 0.18%, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.36%, ներեցեք, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 1.82%, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 49.83%, Հայաստան դաշինք 9.93%, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն 0.46% և Լուսավոր Հայաստան կուսակցություն 0.49%։ Շարունակենք թողարկումը, Նիկոլ Փաշինյանը գիշերը հրավիրած ասուլիսում շնորհավորելով ընտրություններում գրանցված արդյունքների և հնարավոր հաղթանակի կապակցությամբ այսքանը, մենք հետևում ենք իրադարձություններին, նոր լուրերով եթերում կլինենք ճիշտ կեսօրին, առայժմ։ Սկսում ենք ժամի կեսօրի թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանն ամփոփել է խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները։ Այսքանը, ժամը շարունակում է հետևել իրադարձություններին, մնացեք մեզ հետ։ Այս եւ այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին բարի օր, դուք դիտում եք ժամը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը ամփոփել է խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, անցնող օրվա լրահոսին հետևեք նաև ժամը 20-ին, կհանդիպենք գլխավոր թողարկմանը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Եվ այսպես Հայաստանի ազգային ժողովի 9-րդ գումարման ընտրություններին հաջորդող օրը ուշադրության կիզակետում հետընտրական զարգացումներն են։ Ահա ամենը սեր ու կապույտ երկինք բոլորիս։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։